Որովհետև մարդկանց սահմանված է մեկ անգամ մեռնել և նրանից հետո դատաստան։ Այսպես է հռչակում մեր ավետարանը։ Մարդուն տրված է մեկ անգամ ապրել, մեկ անգամ մեռնել և հետո դատաստան։ Ընդհանրապես ուզում եմ ասել հետևյալը. իսկ հետո ինչ է լինելու հարցը դժբախտաբար մարդկության գերակշիռ մեծամասնությանը չի հետաքրքրում։ Ցավոք սրտի, շատ քրիստոնյաների էլ այս հարցը խորությամբ չի հետաքրքրում։ Ես ուզում եմ այսօր քեզ խրախուսել, ուզում եմ քեզ օգնել, որպեսզի չընկճվես։ Ուզում եմ, որ այստեղից գնալուց դու համոզված լինես, որ երբ էլ կա այն պահը, որ կանգնես Տիրոջ առաջ, դու այն վատ դռնից չես ուղարկվելու հավիտենություն, այլ այն հրաշալի դռնից։ Ամեն։ Ուրեմն այսպես, մարդուն տրված է մեկ անգամ մեռնել և դրանից հետո դատաստանը։ Բոլորս գիտենք, որ մարդը իր կյանքը սկսում է ինչ-որ մի տեղից և վերջացնում է ինչ-որ մի ուրիշ տեղ։ Եթե պայմանականորեն ասենք, մարդը իր կյանքը սկսում է A կետից և գնում է դեպի B կետ, ամեն մեկս արդեն A կետից շարժվել ենք։ Թե որքան ամնում մինչև B կետը հասնելը, ոչ ոք չգիտի։ Ոմանք անսպասելիորեն են հեռանում այս կյանքից, ոմանք ծանր ու դաժան հիվանդությունից հետո, և դեռ ոչ ոք չգիտի դրանցից որն է ավելի լավը իր համար։ Ես մի քանի օր առաջ մեր սիրելի եղբայրներից մեկի հետ էի խոսում, որ հիշեց իրենց ընկերներից մեկին, որ 2 տարի առաջ ուղղակի ակնթարթորեն մահացավ։ Այդպիսի մարդկանց ոմանք ասում են հանգիստ մեռավ։ Եվ ձեզանից շատերը հիշում են մարդկանց, որոնք երկար տարիներ անկողնում են անցկացրել։ Նորից կրկնեմ, ոչ ոք չգիտի լավագույնը որն է։ Ինչու՞, որովհետև ես ճանաչում եմ շատ մարդկանց, որոնք անկողնում ընդունում են իրանց փրկչին։ Բայց դու չգիտես, դու երբ, որտեղ և ինչ պայմաններում պիտի վերջացնես քո երկրային կյանքը, դու չգիտես B կետի գտնվելու վայրը, տեղը ու ժամանակը։ Չգիտես, ես էլ չգիտեմ, ոչ ոք չգիտի։ Բայց մի կարևոր բան գիտենք, ամեն օր պատրաստ պիտի լինենք, որովհետև ամեն օր այդ կետը մեզ համար շատ իրական կարող է լինել։ Ամեն։ Ինձ հետ եք։ Դու այսօր չես ընկճվելու, ոչինչ որ նայեցիր դա։ Ես կարծում եմ շատերը անհանգստանալու առիթ ունեցան, բայց ես եթե մենակ իրենց թողեի կարողա դուք լուրջ մտատանջության մեջ լինեիք։ Ես էստեղ եմ, որ քեզ ուրիշ բան ասեմ, նաև շարունակությունը հրաշալի է։ Ամեն։ Ուզում եմ բոլորս, լավ, քանի որ ես թեման սկսեցի շարունակեմ։ 4 օր առաջ էր, կամ միգուցե 5 օր, մեր հովիվներից մեկը ասավ մի տեղ մի հիվանդի պետք է այցելենք և հանկարծ դրանից հետո հիվանդի տղան, որ մեր եղբայրն է, կարծում եմ այսօր դժվար է ստեղ լինի, որովհետև իր հայրը մահացած է, չեմ կարծում էստեղ լինի։ Երեկոյան մենք հոգեհանգստի արարողությանը եղանք, այսօր ժամը 2-ին թաղումը պետք է լինի, ինչև է։ Զանգեց իր տղան, թե Ռուբիկ եղբայր, ուզում եմ գաք պապայի համար աղոթեք ու պապայի հետ խոսեք։ Իսկ մինչև այդ, ինքը այս տղան ինձ ներկայացրել էր, պատմել էր, որ իր հայրիկը համենայն դեպս իրենց նկատմամբ շատ բարյացկամ չի և իրենց հավատքի նկատմամբ և շատ առաքինի կյանք չի ապրում, նկատի ունեն, որ խմելու հետ ոնց որ թե շատ լուրջ սեր ուներ։
մի 2-3 շաբաթ առաջ էր այդ խոսակցությունը եղել եւ 5 օր առաջ զանգեց եւ մենք մեր եղբայր Վահանի հետ, մեր հովի Վահանի հետ այցելեցինք։ Պարկած էր անկողնում։ Ես չեմ կարող ասել, որ մտածում եմ, որ այսքան արագ ինքը կարող է կյանքից հեռանա։ Եվ սկսեցի, որովհետեւ ժամանակ չկար ոչ ինձ, ոչ իրան։ Սկսեցի ավետարանը քարոզել։ Սկսեցի այն հրաշալի դավանությունից, որ Հիսուս փրկիչը մեռել է քեզ համար։ Դավանեց, այո, Հիսուս մեռել է։ Ես ասեցի, որ Հիսուս մեռել է, որ դու ապրես։ Ասավ, փառք Աստծո։ Ես այդպիսի զորավոր դավանություններ, անկողնում պարկած, մահվան մահճում պարկած, շատ քիչ եմ հանդիպել։ Եթե ասեմ, համարյա չեմ հանդիպել։ Այնպիսի զորավոր։ Ես ասեցի, դու գիտես, որ երկնքում բնակարաններ կա, Հիսուսն ասում էր, իմ հոր տանը շատ բնակարաններ կա։ Ես գնում եմ տեղ պատրաստեմ, երբ որ պատրաստեմ, կգամ ու ձեզ կտանեմ այնտեղ, որ ինձ հետ լինեք։ Ասավ, փառք Տիրոջը, Հիսուսն ինձ համար տուն է պատրաստել։ Ասեցի, դու գիտես, Հիսուսն ասում էր, աղոթում էր հորը, Հայր, ուզում եմ, որ նրանց, որ ինձ տվեցիր այս աշխարհից, ուզում եմ, որ որտեղ ես եմ, նրանք էլ այնտեղ լինեն, որ իմ փառքը տեսնեն։ Հարցրեցի, դու գիտես ինչպիսի հրաշալի փառք կա նրա մոտ։ Ասավ, այո, ես այդ փառքի մեջ պիտի լինեմ։ Երբեմն դու քո լսածներին դժվարությամբ ես հավատում։ Ինչպիսի զորավոր դավանություն։ Խոսեցինք, կարծում եմ, մոտ 1 ժամ։ Եվ այդ 1 ժամ ուղղակի հրաշալի դավանություններ էր, հրաշալի դավանություններ։ Վերջում պիտի աղոթեինք։ Աղոթեց։ Հիսուս դու իմ Տերն ես, իմ Աստվածն ես։ Հիսուս ներիր ինձ մեղավորիս։ Հիսուս ներիր ինձ մեղավորիս։ Վերջապես բաժանվեցինք։ Դրանից հետո ամեն օր այդ տան մեջ այդ մարդու համար պաշտամունքներ արեցին։ Եվ այդ մարդ այս 4 օրերի ընթացքում ուղղակի երկնքում էր։ Եվ խաղաղությամբ գնաց իր Տիրոջ մոտ։ Այսօր թաղումն է այդ մարդը։ Այդ մարդը 77 տարեկան էր, որից 76 տարի եւ 360 օրը ապրել էր Հիսուսից հեռու։ Բայց ողորմածն Աստված նրան 5 օր տվեց, վերջին շանսը։ Այդ նույն Աստվածն այսօր քեզ շանս է տալիս։ Եվ դու լսելու ես այն, որ պիտի լսես։ Օրհնյալ լինի Աստված։ Ամեն։ Տվեք Տիրոջը զորավոր ծափարություն։ Լսեք, իմ սիրելի քույրեր, եղբայրներ։ Ամենամեծ հավատարմությունը, որ մարդը կարող է ձեռք բերել այստեղ երկրի վրա, Աստծո նկատմամբ, մարդու մեջ կարող առաջացնում է շատ քիչ բաներ, շատ քիչ, ես այդ շատ քիչ բաներից գոնե 3-ի վրա, շատ կարևորների վրա կանգ պիտի առնեմ։ Ամենամեծ հավատարմությունը, որով մարդու մեջ բնավորություն է առաջացնում, սա հավիտենական կյանքի հույսն է։ Որովհետև նրանք, ովքեր հավատում են Տեր Հիսուս Քրիստոսի անունին, Աստված նրանց հավիտենական կյանք է տալիս։ Դու այդ հույսն ունես քո սրտում։ Դու փրկված ես։ Կողքինիդ ասա Հիսուսը փրկել է ինձ։ Կողքինիդ ասա Հիսուսը ներել է իմ մեղքերը։ Եթե ամաչում ես, ուրեմն եք իրար հետ կասկածենք քո փրկության վրա։ Մի ամաչի։ Հիսուսն ինձ փրկել է։ Հիսուսն իմ մեղքերը ներել է։ Ամեն։ Եվ սրա մասին խոսելը ես պատիվ եմ համարում։ Հավիտենական կյանքի փառքի հույսը։ Երկրորդ բանը Քրիստոսի սերը։ Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև իր միածին որդին տվեց, որ ով նրան հավատա, չկորչի, այլ ունենա հավիտենական կյանք։ Աստծո սերը Հիսուս Քրիստոսի սիրո նկատմամբ մեր վերաբերմունքը 2 Կորինթացիս 5:14, որովհետև Քրիստոսի սերը ստիպում է ինձ, պարտադրում է ինձ, գերի է դարձնում ինձ, փոխում է իմ միտքը։
որ ուրիշ կերպ մտածեմ։ Եվ երրորդը սուրբ վախը։ Սուրբ վախը այն ժամի նկատմամբ, երբ ամեն մեկս պիտի կանգնենք Աստծո առաջ։ Ցավոք պիտի նշեմ, այս սրա մասին շատ քրիստոնյաներ անգամ լուրջ չեն մտածում։ Հիսուսը սիրում է ինձ, Հիսուսը սիրում է ինձ, Հիսուսը սիրում է ինձ։ Գիտեմ, իսկ դու սիրում ես Հիսուսին։ Հիսուսը քեզ դատապարտությունից ազատեց, բայց դու գիտես, որ նրանք ովքեր չեն ընդունում նրա որդուն, Աստծո բարկությունը եւ Աստծո դատաստանը մնում է նրանց վրա։ Աստված առաջարկում է փրկություն։ Ուզում եմ քեզ հարցնեմ, վերցրել ես այդ փրկությունը նրա ձեռքից։ Նրա առաջարկած փրկությունն ընդունել ես դու արդյոք։ Ամեն։ Դե ուրեմն ուրախացի մի հատ զորավոր Տիրոջը քարշի։ Բոլորը պիտի կանգնեն արդար դատավորի առաջ դատաստանի օրը։ Ես եւ դու նույնպես։ Փառք Տիրոջը։ Նորից ասեմ, որ այսօր շատերը լուրջ չեն վերաբերվում այն հանգամանքին, այն փաստին, որ մի օր ամեն մեկս պիտի կանգնենք Սուրբ Աստծո առաջ եւ հաշիվ պիտի տանք մեր ամեն մի մտքի, ամեն մի մտահղացման, ամեն մի դրդապատճառի, շարժառիթի, ամեն մի գործողության, ամեն մի խոսքի եւ ընդհանրապես ամեն ինչի համար։ Այսօր ոմանց կյանքը եւ գործունեությունը միայն ցավ ու չարիք է ավելացնում աշխարհի համար, շրջապատի մարդկանց կյանքում։ Եվ ոմանց կյանքը օրհնություն եւ բարիք է ավելացնում երկրի վրա եւ մարդկանց կյանքում։ Այստեղ արդարն Աստված առանց դրախտի եւ դժոխքի չի կարող արդարադատություն իրականացնել։ Հասկանում եք։ Ինչպես արդարադատն Աստված պիտի պարգևատրի արդարներին, եթե չկա հավիտենական կյանքը, փառքի հույսը, երկինքը, դրախտը, Աստծո փառքը, Հիսուսի ներկայությունը։ Ինչպես պիտի դատապարտի արդարն Աստված այն բոլոր չարագործներին, որոնք իրենց կյանքը դարձնում են ուրիշների համար տառապանք, որոնք իրենց հաճույքի պատճառով շատերին զրկում են կյանքում հաճույք, գոնե մեկ անգամ հաճույք զգալու հնարավորությունից։ Իսկ ինչպես պիտի լինի նրանց խնդիրը։ Ալելույա։ Փառք Տիրոջը։ Ես ինչ շատ լավ եմ զգում։ Տերն ինձ ազատեց ինձ դատապարտությունից։ Ալելույա։ Իմ սիրելի քույրեր, եղբայրներ, եկեք հենց սկզբից պայմանավորվենք, երբ որ ես կասեմ բաներ, որոնց մեջ դու եղել ես, ոչինչ, դա ողբերգություն չի, որ եղել ես։ Այ եթե դրանց մեջ ես, աճապարի այսօր դուրս գաս դրանց միջից։ Բայց եթե ես ասեմ բաներ, որոնց մեջ դու եղել ես, Կորինթացիների շատերն էլ էին դրա այնպիսի սարսափելի բաների մեջ եղել, որ Պողոս առաքյալը գրում էր. ձեր կոչումին նայեք, Կորինթացիներ, որ դուք այսպիսին էիք, շատ վատ բաներ ա գրում, շատ վատ բաներ, բայց լվացվեցիք, բայց սրբվեցիք, բայց արդարացաք, այդ բայցից հետո դուք ուշադրություն դարձրեք, այո մեզանից բոլորս, մինչև նրա հավիտենական կյանքը ընդունելը, հավատքով փրկվելը, եղել ենք այսպիսին, եւ դեռ այնպիսին, որ աշխարհը չգիտի։ Ասա գիտեմ ինչ ես ասում։ Բայց լվացվեցի, բայց մաքրվեցի, բայց արդարացա։ Ալելույա։ 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 Ոմանք կյանքից միայն հաճույք են վերցնում, ոմանք այդ հաճույքի հետևանքներն են կրում, հաճախ ամբողջ կյանքի ընթացքում։ Ոմանք այսօր հալածվում են, ոմանք հալածում,
Ոմանք այսօր զրկում են, ոմանք զրկվում։ Որ խմբի մեջ ես։ Ալելույա։ Ես պատրաստ եմ իմ փրկչի համար մարդկանց միայն բարիք անեմ, որովհետև գրված է Գործք առաքելոց 10:38, որ Հիսուս ման էր գալիս մարդկանց բժշկելով եւ նրանց բարիք անելով։ Ես ուզում եմ իմ փրկչի նման ապրեմ։ Ես որոշել եմ իմ փրկչի նման ապրեմ։ Հաճախ չի ստացվում, բայց ես ուրիշ նշանակետ նպատակ չունեմ։ Ես այդ ճանապարհով եմ գնում։ Եվ ուզում եմ մենք բոլորս այդ նույն ճանապարհով գնանք։ Ալելույա։ Ես քեզ կոչ եմ անում, հորդորում եմ, խնդրում եմ, համոզում, արի այդ հրաշալի ճանապարհով գնանք։ Թող մեր գոհությունը մարդկանց հաճույք պատճառի, թող մեր գոհությունը մարդկանց ցավը պակասացնի, թող մեր գոհությունը մարդկանց կարիքը լրացնի։ Ամեն։ Թող մեր գոհությունը մարդկանց աչքերի արտասունքը սրբի եւ Աստված մի արած թե որ մեր ապրած կյանքը ինչ որ մեկի համար գոնե մի կաթիլ արտասունք արժենա։ Ալելույա։ Ալելույա։ Հրաշալի չի լինել Տիրոջ տանը։ Ալելույա, փառք Տիրոջը։ Ժողովող 8:11, որովհետև չար գործերի դատավճիռը շուտով չի կատարվում, դրա համար էլ մարդկանց որդիների սրտերը համարձակվում է չարություն անելու։ Շատ հաճախ է բարի գործերի հատուցումն ու շանում, բայց բարիք արեք, որովհետև բարի գործերի հատուցումն էլ թեև ուշանում է, բայց չի մոռացվում։ Մեկ բաժակ սառը ջրի համար վարձատրողն Աստվածը ավելի մեծ գործերի համար անշուշտ որ պիտի վարձատրի։ Ամեն։ Ոչ ոք չի մոռացվում եւ ոչինչ չի մոռացվում։ Ալելույա, փառք Տիրոջը։ Երկրորդ Կորինթացիս 5:10 խոսքը, որովհետև մենք ամենքս պիտի ներկայանանք Քրիստոսի դատաստանի առաջին։ Ամեն մարդ երբևէ ապրած այս երկրի վրա պիտի դատվի Հիսուս Քրիստոսի կողմից։ Երբ որ ես ասում եմ պիտի դատվի Հիսուս Քրիստոսի կողմից, այս դատ կոչվածը կամ դատաստան կոչվածը պարտադիր չի որ նշանակի բոլորի համար հավասար պատիժ ու տառապանք, ոմանց համար արդարություն եւ փառք։ Ալելույա։ Ոմանց համար հավիտենական դատաստան։ Ալելույա։ Բայց Հիսուսը պիտի որոշի դա։ Հիսուսն արդար դատավոր է։ Հիսուսն հայտարարեց. Հայրը ոչ մեկին չի դատում, այլ իր դատաստանը տվեց որդուն, որ որդուն պատվեն բոլորը։ Դրա համար պատվեք փրկչին, պատվեք Հիսուսին։ Ալելույա։ Ալելույա։ Փառք Տիրոջը։ Հռոմացիս 14-րդ գլխի 12 խոսքը։ Ուրեմն մեզանից ամեն մեկն իր անձի համար պիտի հաշիվ տա Աստծուն։ Հաշիվ տա Աստծուն։ Ամեն։ Այդ ժամանակ, այդ հաշիվ տալու ժամանակ Աստված հրեշտակների գնդերին, որոնք պատրաստ պիտի սպասեն նրա հրամանին, պիտի ուղարկի աշխարհի բոլոր ծայրերը, որ հավաքեն բոլորին, չարերին եւ բարիներին։ Մատթեոս 13:41։ Մարդի որդին կուղարկի իր հրեշտակներին եւ նրա արքայությունից կհավաքեն բոլոր գայթակղությունները եւ անօրինություն գործողներին։ Հիսուսն էր ասում։ Մարդի որդին կուղարկի իր հրեշտակներին եւ իր արքայությունից կհավաքի ամեն գայթակղություն եւ չարագործություն, անօրինություն գործողներին։ Բոլորը, հարուստները, հայտնիները, զորավոր մարդիկ, թագավորները, բոլորը, աղքատներն ու ծառաները, մեծերն ու փոքրերը պիտի բերվեն նրա առաջ։ Ալելույա։ Այդ օրը ինձ համար արդարության արեգակը պիտի ծագի։ Ես հենց այդ օրվանն եմ սպասում։ Ալելույա։ Այդ օրը ինձ համար իմ բոլոր հույսերի իրականացման օրը պիտի լինի։ Ալելույա։ Իմ բոլոր կրած տառապանքների վարձքը պիտի ստանամ այդ օրը։ Ալելույա։
Այդ օրը ուրախության ու ցնծության օր պիտի լինի։ Բայց նրան մերժողների համար Հայտնություն 6:17-15 եւ երկրի թագավորները եւ մեծամեծերը, հարուստները եւ հազարապետները ու զորավորները եւ ամեն ծառա եւ ամեն ազատ թաքցրին իրենց անձերը այրերի եւ ժայռերի, սարերի ժայռերի մեջ եւ ասում էին սարերին եւ ժայռերին. վայր ընկեք մեզ վրա եւ ծածկեք մեզ գահի վրա նստողի երեսից։ Ալելույա։ Եվ գահի վրա նստողի երեսից եւ գառի բարկությունից, որ նրա բարկության օրը եկել է եւ ով կարող է կանգնել։ Ով կարող է կանգնել։ Տիրոջը չճանաչողները այս հարցը պիտի տան, բայց Տիրոջը ճանաչողները պիտի ասեն, այդ օրը նրան սիրողները պիտի կանգնեն նրա առաջին, ոչ միայն պիտի կանգնեն նրա առաջին, այլ սպասում են այդ օրվան եւ ասում են, արի եկ սպասում ենք, արի Տեր, արի ես սպասում եմ քեզ։ Ալելույա։ Փառք Տիրոջը։ Կարող ենք պատկերացնել, թե ինչպիսի սարսափ, ինչպիսի հիասթափություն է սպասվում չարագործներին, որոնց դատավճիռը թերև ուշացած, համենայն դեպս պիտի կատարվի եւ անբեկանելիորեն պիտի կատարվի, բայց ուրախացիր դու, հավատքով արդարացած, Հիսուսի այրունով սրբված, նրա հետևից հավատարմորեն գնացող, թեկուզ եւ սայթակող, բայց ապաշխարող, ուրախացի ու ցնծա։ Ալելույա, ալելույա, փառք Տիրոջը, փառք Տիրոջը, փառք Տիրոջը։ Մատթեոս ավետարան 13-րդ 30 եւ 40 համարը։ Ինչպես է լինելու այդ օրը։ Ահա Հիսուս ամեն ինչ առակների միջոցով էր սովորացնում։ Թող տվեք, երկուսը միասին մեծանան, մինչև հունձքը եւ հունձքի ժամանակին հնձողներին կասեմ, առաջ որոնները քաղեցեք եւ նրանց խուրց կապեք այրելու համար, իսկ ցորենը ժողովեք իմ ամբարների մեջ։ Ես միայն, որպեսի գիտություն, որպես տեղեկություն ուզում եմ ընդունել եւ փոխանցել քեզ, որ որոնները, բոլոր անօրնություն գործողները, բոլոր չարություն գործողները պիտի հավաքվեն, իրար հետ կապվեն, խուրց այրվելու համար, բայց ցորենը, Տիրոջ ամբարները պիտի ժողովվի։ Ալելույա։ Ես որոն չեմ, եւ դրա համար չեմ անհանգստանում։ Ինձ կրակ չի սպասվում։ Եթե կրակ հանկարծ կա ինձ պիտի ազնվացնի։ Ալելույա։ Ալելույա։ Ասա ինձ էլ։ Ալելույա։ Այո։ Փառք Տիրոջը։ Փառք Տիրոջը։ Ալելույա։ Օրհնյալ լինեն Տիրոջ տան մեջ թոթովախոս մանուկները, օրհնյալ լինեն։ Ալելույա։ Չարագործները հոժարությամբ չեն գալու, այլ լացով, ողբով եւ ատամներ կրճտացնելով։ Այսպես է սովորացնում քո ավետարանը։ Ալելույա։ Բայց ես լացելու եւ ողբալու առիթ չեմ ունենալու, ես ուրախությամբ ու ցնծությամբ պիտի գնամ։ Ամեն։ Ինչ ուզում արժենա ինձ համար, ինչ դժվարություններ ուզում ալինի իմ կյանքում, ես ուրախությամբ պիտի գնամ այդ օրվան։ Փառք Տիրոջը, անկախ նրանից ինչի միջով ես անցնում, համոզված եղի, որ բեկետին գնում ես, համոզված, որ այնտեղ քեզ գրկաբաց ընդունելու եմ։ Ալելույա, ալելույա, փառք Տիրոջը, փառք Տիրոջը։ Աստված գիրք է գրում ամեն մեկի համար, Ադամից սկսած, եւ այդ գրքի մեջ գրված է ամեն մեկի եւ մղումը, եւ միտքն ու գործերը, նաեւ խոսքերը։ Գրված է ձեր ամեն խոսքի համար հաշիվ պիտի տաք դատաստանի օրը։ Ալելույա։ Ուշադրություն դարձրեք ձեր լեզվին։ Սուրբ Գիրքն ասում այն մարդը, որ լեզվով չի մեղանչում, նա կատարյալ է, ամեն տեղ ձեր լեզվին տիրություն արեք, լսում են թե չեն լսում, լսում են թե չեն լսում, ձեր լեզվին տիրություն արեք։
Ամեն դատարկ խոսքի համար։ Ով իմացավ, իմացողը իմացավ, գրողը գրեց։ Եվ մի օր բացվելու է այդ գիրքը։ Դա լավագույն իլյուստրացիա էր, լավագույն ցուցադրություն էր։ Ես համոզված եմ, բոլորովին այլ կերպ պիտի լինի։ Այնտեղ մարդիկ չեն կարողանալու այն մարդու նման տրտլացնեն իրաց դեզուները, այնտեղ լռություն է լինելու բացարձակ։ Որովհետև ինչ որ այնտեղ ասվելու են, այդ մարդիկ բոլորը պիտի ընդունեն 100%-ով, որովհետև արդար դատավորը ոչ մի չստուգված, չափածուցված, վկաներով չհաստատված փաստ այնտեղ չի հրատարակվելու։ Ալելույա։ Մեր Տերը արդար դատավորը, այն Տերը, որը փրկեց ինձ, նա նաև պիտի դատի ինձ։ Նայելու է ինձ ու ասի, դու նայես, որ քեզ համար ես սիրո պատճառով մեռա ու քեզ փրկեցի, արի ես քեզ կարոտել եմ։ Ալելույա։ Արժի ապրել էստեղ, այս հույսով, այլապես կյանքը դժոխքից ավելի վատ կլինի ինձ համար, եթե այս հույսը գոնե մեկ ակնթարթ լքի ինձ։ Ցավ կարող է քեզ անհանգստացնի, հուսահատություն ու հուսալքություն կարող է քեզ այցելի, ընկճվածություն եւ նման բաներ կարող են քեզ ուղեկցել քո կյանքի որոշակի հատվածում, դու երբևէ կարող ես լացել ցավից, բայց այդ հույսը մի կորցրու երբեք, թե չէ դժվար կլինի ապրելը։ Այդ հույսը քեզ հասցնելու է ապահով նավահանգիստ։ Ալելույա։ Ես այդ օրվանն եմ սպասում, այդ օրվա համար եմ ապրում։ Ալելույա, ալելույա։ Կա նաև կյանքի գիրք։ Դանել 12:1-2 Այն ժամանակ քո ժողովուրդը կազատվի ամենով որ գտնվի գրքի մեջ գրված, ամենով որ գտնվի գրքի մեջ գրված, եւ երկրի հողումը գտնվողներից շատերը պիտի զարթնեն, որ ոմանք ի հավիտենական կյանք, ոմանք ի հավիտենական նախատինք եւ անարգանք։ Ես ի հավիտենական կյանք, դրա համար եմ ապրում։ Ես դրա համար եմ ապրում։ Խորհուրդ եմ տալիս, ավելի մեծ նպատակ չկա ապրելու քեզ համար։ Միացի այս նպատակին, ապրենք նրա համար, ապրենք այդ օրը միասին դիմավորելու համար։ Ալելույա։ Ղուկաս 10:20 համարում Հիսուս մի հայտարարություն արեց, երբ որ աշակերտները վերադարձան, երբ որ Հիսուսն ուղարկել էր զույգ եւ եկան ու ասեցին ուրախությամբ, Տեր, դևերն են մեզ հնազանդվում։ Հիսուս նրանց ասավ. մի ուրախացեք, որ դևերը հնազանդվում են ձեզ, այլ առավել, ոչ թե դևերի հնազանդվելը լավ չի, մի ուրախացեք։ Հիսուս ոչ թե արգելում էր, այլ ասում էր առավել ուրախացեք նրա համար, որ ձեր անունները գրված են երկնքում։ Ալելույա։ Ալելույա։ Կողքինիդ ասա իմ անունը գրված է երկնքում, բայց եթե համոզված չես, սուտ մի ասա։ Ալելույա։ Իմ անունը գրված է երկնքում։ Ալելույա։ Փառք Տիրոջը։ Կյանքի գրքի մասին գիտեին նաև հին ուխտի արդարները, Դանիելի մասին կարդացի, հիմա Մովսեսի մասին կարդամ, Ելից 32-33 համարները, բայց հիմա, եթե նրանց մեղքերը ներիր, եթե ոչ աղաչում եմ, ջնջիր քո գրած գրքից։ Մովսեսը գիտեր, որ գիրք կա, կյանքի գիրք կա, եւ Մովսեսը համոզված էր, որ իր անունը գրված է այդ գրքում։ Իսրայելը մեղանչել էր։ Եվ Տերն ասում էր. դուրս արի սրանց միջից, պիտի բոլորին ջնջեմ։ Մովսեսն եկավ Տիրոջ առաջ ասավ. եթե այս մարդկանց պիտի ներես, ների։ Եթե ոչ, իմ անունը այն գրքիցդ ջնջի։ Եվ լսեք Տիրոջ պատասխանը. Տեր այո, ուզում այդպիսի սրտերով մարդիկ շատ լինեն, բայց անգամ այդպիսի սրտեր ունեցող մարդկանց Աստված ընդառաջ չի գնում սխալ խնդրվածքի պատճառով։ Լսեք Տիրոջ պատասխանը. հիացնում Աստված ինձ, կերիա դարձնում իր խոսքին, իր իմաստությանը։ Եվ Տերն ասեց Մովսեսին. ով որ ինձ դեմ մեղանչել է, ես նրան կջնջեմ գրքից։ Ալելույա։ Տերը եւ գրում է, Տերը եւ ջնջում է։ Ալելույա։ Զգուշ եղի։ Միշտ հնարավորություն կա ջնջվելու, միշտ հնարավորություն կա կորցնելու։ Ունեցածդ ամուր բռնի,
Ասում էր հոգին եկեղեցուն, հրեշտակներ ասում, Հիսուսն էր ասում, ունեցածը ամուր բռնի, չլինի հանկարծ մեկը, հափշտակի գողանակը ունեցածը։ Ես ամուր պիտի բռնեմ իմ հույսի դավանությունը։ Ալելույա, ալելույա, փառք Տիրոջը, փառք Տիրոջը։ Այո, Տերը չի գնում ոչ մի սխալ խնդրանքի ընթառաջ։ Սա է պատճառն, ուզում եմ հայտնություն ստանաս, որ քո շատ խնդրանքներ այդպես էլ մնում են անպատասխան, ալելույա։ Հասկանում ես ինչ եմ ասում։ Համոզված եղեք, որ ձեր խնդրանքը ճիշտ է, Աստծո կամքով, ավետարանով եւ ամենագլխավորը, որ քեզ օգուտ կբերի։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Աստված բարի է, Հայտնություն 3-րդ գլխի 5 խոսքը, ով որ հաղթում է, նա սպիտակ հանդերձներ կհագնի եւ նրա անունը կյանքի գրքից չեմ ջնջի եւ կդավանեմ նրա անունը իմ հոր առաջին եւ նրա հրեշտակների առաջին։ Լսեք, ասում է չեմ ջնջի։ Եթե ասում է չեմ ջնջի, ուրեմն կարող է նաեւ ջնջի։ Այդպես չի։ Ուրեմն ջնջել եւ գրել հնարավոր է։ Ոչ ոք Աստծո ձեռքը չի կարող բռնել եւ ջնջելուց եւ գրելուց։ Աստվածում անունն ուզում է գրում է եւ Աստվածում անունն ուզում է ջնջում է։ Եվ այստեղ մի բան կա, որ ես հրա վրա ուղղակի մի նախադասությունով ուզում եմ կանգ առնեմ։ Եվ կդավանեմ նրա անունը իմ հոր առաջին եւ հրեշտակների առաջին։ Համոզված եղեք, որ դուք այստեղ դավանում եք նրա անունը առանց ամաչելու, որպեսզի համոզված լինեք, որ ինքն էլ չի ամաչի, որովհետև Հիսուսն ասավ. ով որ դավանի, ամոթ համարի, ինձ անունը դավանելու այս չար ու շնացող ազգի մոտ, ես էլ ամոթ կհամարեմ նրա անունը իմ հոր եւ հրեշտակների առաջին դավանելու։ Ալելույա, ալելույա։ Քրիստոնյաների ձգտումները, բարի մտադրությունները, արած բոլոր գործերը, կրած բոլոր հալածանքները, թափած բոլոր արտասունքները, չարչարանքները գրված են այդ գրքի մեջ եւ դատաստանի օրը բոլորը պիտի բացվեն։ Ալելույա։ Դու ուրախ ես դրա համար։ Եթե անհանգստություն ունես, այսօր օր ունես, այսօր շանս կա, ասում էր լավ է, փառք Աստծո, որ երազ է, եւ ասում էր մինչեւ հանդիպում Պարոն Վերբեր, մինչև հանդիպում, չգիտես որքան է մնացել քեզ։ Ալելույա, ալելույա, չեք ընկճվում, ուրախանում եք դուք, եկեք իրար հետ ուրախանանք, որովհետև սա մեր դատավճիռը չի, սա մեր հույսի դավանությունն է, թող վախենան նրանք, ովքեր մերժում են Հիսուսին, թող վախենան նրանք, եթե դու այստեղ ես, Եվ քեզ համար Աստված ամեն բանում չի, դու վախեցի, եւ կյանքդ այսօր կարող ես փոխել, հանձնել նրան։ Ալելույա։ Փառք Տիրոջը։ Մաղաքիա 3:16-17 այն ժամանակներից վախեցողները խոսեցին իրար հետ եւ Տերը ականջ դրեց եւ լսեց եւ հիշատակի գրքում գրեց Տերիցը վախեցողների վախեցողների եւ նրա անունը պատվողների պատվական համարողների համար, ալելույա, Տերը գրում է։ Արի այսօր, որպես Տիրոջից վախեցողներ, իրար հետ խոսենք ու ասենք, ես այսուհետ պետք է ապրեմ Տիրոջ համար։ Եթե իմ կյանքը երկփեղկված այսօրվանից լինելու է ամբողջական նվիրում։ Եթե դեռ ես կասկած ունեի իմ սրտում, եթե դեռ ես երկու ոտքի վրա կաղում էի, այսօր որոշում եմ կայացնում, ամբողջությամբ ես նրանն եմ լինելու։ Ամեն, ինձ հետ եք, փառք Տիրոջը, ալելույա։ Թող Տերը լսի ու հիշատակի գրքի մեջ գրի, որ այն օրը, որ կանգնեք իր առաջ, Տերն ասի հրեշտակի, որովհետև հրեշտակների միջոցով է Տերն ամեն բան անելու։ Ասելու է երկրորդ դարակի 6-րդ համարի գիրքը բեր, բացի 176-րդ էջը ու կարդա, 2012 թվականի դեկտեմբերի 2-ին ժամը 1-ից 10 պակաս ինձանից վախեցողները հավաքվեցին ու ասեցին հրաշալի է Տիրոջ համար ապրելը, հույս կա, ալելույա, ալելույա, ալելույա,
Թող սուրբ վախը ձեզ երբեք չլքի։ Թող պատկառանք Աստծո եւ նրա սրբությունների նկատմամբ, թող սուրբ հարգանքը, պատկառանքը Աստծո թեկուզ տկար զավակների նկատմամբ ձեզ չլքի, պատվեք բոլորին ամենատկարին, որովհետև ամենատկարը գնված է Հիսուս Քրիստոսի սուրբ ու պատվական արյունով։ Երբեք մի բան փասեք, երբեք մի չարախոսեք, երբեք մի թերագնահատեք, երբեք մի ատեք ու դատեք, որովհետև ինչ դատով որ դատեք, այդ նույն դատով կդատեն ձեզ դատաստանի օրումը, կբացվի գրքեր, համապատասխան էջեր, համապատասխան տեսագրություններ, որովհետև ամեն բան մեզ համար վիդեո տեսագրությունն ու ձայնագրությունը նորություն կամ գոնե 20-րդ դարի համար էր կամ լավ սկսենք 19-րդ դարից, երբ որ չգիտեմ այդ գյուտերը հնարեցին, բայց Աստծո մոտ այդ ամենը դե իր կատարյալ ձևով կար աշխարհն ստեղծելուց առաջ։ Գիտեք, ես մի մարդու լսեցի տարիներ առաջ, որ ինքը, չգիտեմ որտեղից էր տեղեկացել, կամ միգուցե դա ճիշտ էր կամ ճիշտ չէ, չեմ կարող, բայց համոզված եմ, որ դա իրական է։ Ասում էր, որ գիտնականների խումբ կա, որ ուզում է օդի միջից կամ չգիտեմ որտեղից, դա գիտականորեն ես չեմ կարող ասել, ուզում են վերցնեն Դավիթի երգերի ձայները եւ ձայնագրեն։ Եվ գիտնականներն ապացուցում են, որ այստեղ այս աշխարհի վրա ոչինչը չի վերանում։ Ոչինչը չի վերանում, մեր խոսած ձայները չի վերանում։ Ինչ որ միտեղ պահում այս անծայրածիր տիեզերքում Աստված ձայնադարան ունի, Աստված տեսադարան ունի, ոչինչը չի մոռացվում։ Հալելույա։ Հալելույա։ Եթե հանկարծ պարզվի, որ սա շատ հնարավոր է եւ հանկարծ 5 տարի հետո գիտնականները բացահայտեն դա նաեւ մեզ համար եւ հանկարծ ես գնա հնարավոր լինի որ գնամ ու ասեմ Ռուբիկ Թումանյան ծնված այսինչ մի ձայնի պրոբ դուր կամ վերջը ձայնի պրոբը տալու համար հանկարծ սեղմում են մի կոճակ ու գալիս է Ռուբիկ Թումանյանի ամեն ասածը ծնված օրից լացը նորացնի Առաջի դասարանի իր ասածները, 10-րդ դասարանի, չգիտեմ, եկեղեցու առաջիրա բոլոր քարոզները, գախնի ասած բոլոր խոսքերը, հալելույա, Աստծո մոտ ամեն բան հնարավոր է, հալելույա, փառք Տիրոջը, եկեք Տիրոջը վախեցողների նման, իրար հետ խոսենք, թող Տերը ականջ տնի ու լսի եւ իր գրքումը գրի, մեր անունը, նրա անունը պատվական համարողների համար, ալելույա, 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 հայտնություն 20-րդ գլուխ 1-ից 11-13 համարները, և տեսա մի սպիտակ մեծ աթոռ և նրա վրա նստողին, որի երեսից երկինքը և երկիրը փախան, և տեղ չգտնվեց նրանց համար, և տեսա մեռելներ, մեծ և փոքր կանգնած գահի առաջին, և գրքեր բացվեցին, և մի ուրիշ գիրք էլ բացվեց, որեկյանքի գիրքը, և մեռելները դատվեցին այդ գրքումը գրվածներով, իրենց գործերի համեմատ, և ծովն իր միջի մեռելներին տվեց, և մահն ու դժոխքը իրենց միջի մեռելներին տվեցին, և ամեն մեկն իրենց գործերի համեմատ դատվեցին, մահը և դժոխքը գցվեցին կրակի լճի մեջ, սա երկրորդ մահն է, և եթե մեկի անունը չգտնվեց գրված կյանքի գրքի մեջ, կրակի լճի մեջ գցվեց, իմ անունը այնտեղ գրված է, շատ ինքնավստահ չես, Ռուբիկ եղբայր, բոլորովին, իմ անունը գրված է ոչ թե նրա համար, որովհետև ես սուրբ ցեղից եմ կամ չգիտեմ ինչ, այլ որովհետև Հիսուս Քրիստոս ներել է իմ բոլոր մեղքերը։ Ես հավատում եմ նրա արած գործին։ Նա իմ Տերն է, իմ Փրկիչը, իմ Աստվածը, նա իմ արդարությունն է։ Ալելույա։ Փառք Տիրոջը։ Չարերը և անաստվածները պիտի դատվեն ամենը իրենց արածների համար, որ գրվում է այդ գրքերի մեջ։ Լավ եք։ Բարի գալուս Տիրոջ տուն։ Փառք Տիրոջը։ Արդարներն այդ ժամանակ պիտի նստեն Հիսուսի հետ։
Այդ նույն գահի վրա, որի վրա նստած է Հիսուսը։ Հալելույա, Հայտնություն 3:21, ով հաղթում է, նա կնստի իմ գահի վրա, ինչպես ես հաղթեցի եւ նստեցի իմ հոր գահի վրա։ Հալելույա, ես պիտի ապրեմ հաղթական կյանք Հիսուս Քրիստոսի անունով։ Այո կընկնեմ, բայց կելնեմ։ Այո կլացեմ, բայց հետո կաղաղակեմ դեպի իմ Տերը։ Այո, կարող է ես խոր տեղերում հայտնվեմ, բայց խոր տեղերից կկանչեմ ինչպես Հովնանը կանչեց, եւ նա կլսի ինձ ու ինձ կազատի, եւ իմ շրթունքների վրա փառաբանության խոսք կտնի։ Ալելույա, ալելույա, փառք Տիրոջը, փառք Տիրոջը։ Պատկերացնենք տեսարանը չարագործների, դատաստանի, կանգնած է քրիստոնյաների արյունը խմող Ներոնը, եւ Տերը հրեշտակին պատվիրում է, բեր բոլոր գրքերը, որովհետեւ որոշ մարդիկ կան, որոնց մասին շատ գրքեր պիտի որ գրված լինեն։ Բեր գրքերը, Աստված ժամանակ ունի, որովհետեւ Աստված ժամանակի տակ չի, եւ շտապելու տեղ չկա, եւ բոլորը հանգիստ պիտի սպասեն, բոլորը։ Նրանք ովքեր փառքի հույսն ունեն, նրանք Հիսուսի հետ գայի վրա պիտի նստեն եւ նրանք շտապելու տեղ պիտի որ չունենան։ Իսկ նրանք ովքեր պիտի դատապարտվեն, նրանց համար ցանկալի կլինի, որ այդ վիճակը հավիտյան տևի, քան թե անմիջապես գնան կրակի լիճը։ Եվ բոլորը լռությամբ Տերը համբերատարությամբ պիտի հրեշտակներին կարգադրի, կարդացեք բոլորը։ Հրեշտակները պիտի բացեն գրքերը ու սկսեն կարդալ, սկսեն կարդալ, եւ այո այդ չարագործը ոչ մի պատասխան չի տալու։ Միայն վերջում, երբ որ դատավճիռը լսվի, պիտի ասի. Տերը արդար է եւ գնա իր հատուցմանը։ Հալելույա։ Իսկ արդարները պիտի ասեն. Տերը բարի է, Տերը ողորմած է։ Հալելույա։ Ալելույա, ամեն մի չարագործություն պիտի հրճակվի այդ օրը, ամեն մի արդարի անուն, ում սպանեց այդ չարագործը պիտի այդ օրը կարդացվի, ալելույա, ալելույա, փառք Տիրոջը, կարելի է պատկերացնել Հիտլերին, Ստալինին, Լենինին, կարելի է նրանց էլ պատկերացնել, կարելի է պատկերացնել այսօրվա մեծ չարագործներին էլ, կարելի է պատկերացնել, մեր Աստվածը արդար դատավոր է եւ ամենքին պիտի դատի, բոլորին պիտի դատի, մեծերին եւ փոքրերին, հարուստներին եւ աղքատներին, թագավորներին եւ ծառաներին, մեր Աստվածը տերերի Տերն է ու թագավորների թագավորը, ամեն, պատկերացրեք, լսեք, ես գիտեմ, որ քույրերն էստեղ գոնե խղճի խայտ կունենան, բայց եթե Հիսուս ներելած ես, փառք տվեք, որ նա ներելած ես արդեն։ Պատկերացրեք բոլոր այն մայրերին, որոնք իրենց արգանդները դարձրել են սպանդանոց եւ իրենց արգանդում սպանել են իրաց սեփական զավակին։ Եթե նրանք Հիսուսի այրունով չեն մաքրվել եւ եթե նրանք թողություն չեն գտել սուրբ այրունով, եթե նրանք խաչով չեն արդարացել, նրանց դատավճիռը խիստ է լինելու։ Ալելույա, ալելույա, քույրեր, մի ընկճվեք, փառք տվեք Աստծուն, եթե լաց ունենաք, ուրախության լաց թող լինի, որ Տերը ներելած ես։ Ալելույա։ Շատ հաճախ մայրերը խեղդամահ են արել իրանց զավակներին։ Քանիստ եք կարդացել Նարդոսի Աթամամթին նովելը, քանիստ եք կարդացել։ Մեր ժամանակ անգամ դպրոցում էին դա ուսումնասիրում եւ հիմա ասում են ռեֆերատ, բայց այն ժամանակ շարադրություն էին գրում։ Հիշում եք ով կարող է հիշացնի։ Մայրը իր նորածնին եւ ծնում էր եւ խեղդում։ Ասում էր այսքան ունեմ, իրանք շատ եմ կարողանում պահեմ, որ հիմա էլ դու ես ծնվում։ Աշխարհը լիքնա ցավով, տառապանքով եւ ամեն ինչը պիտի դատապարտվի, բայց դատաստանից առաջ արդարն Աստված թողություն առաջարկում։ Ասա ինձ ներել է Աստված։ Հիսուսի արյունը սրբել է ինձ։
Ալելույա։ Ալելույա։ Քույրեր, աղաչում եմ ձեզ, չհաշվարկած ոչինչ չանեք։ Դա մեծ պատասխանատվություն Աստծո առաջ, մայրեր, վաղվա մայրեր։ Պոտենցիալ մայրեր, զգուշացեք, մի սպանեք։ 2003 թվականին ես Աստծո մի մարդուց եմ լսել։ Ռիգայի գերեզմանոցում կամ գերեզմանոցներից մեկում կանգնեցրեցին մի հուշարձան։ Այդ հուշարձանը կոչվում էր չծնված երեխաների հուշարձան կամ այդ հիշատակի ի հիշատակ չծնված երեխաների։ Այդ նույն տեղում, որտեղ 91 թվականին, այսինքն 2003-ից 12 տարի առաջ, այդ նույն տեղում ուշ աշնանը, որ արդեն առաջի ձյունն էր եկել, աղբի մեծ ամանի մեջ կամ աղբի կոնտեյների մեջ գտան մի նորածին երեխայի, որը դեռ շարժվում էր։ Գտնողներն արեցին ամեն բան, որ փրկվի երեխան։ Բժիշկներն էլ փորձեցին փրկել երեխային, բայց երեխան մեռավ։ Երեխան Աստծո ստեղծագործության գլուխ գործոցը աղբամանում, սա արդեն մեծ դատաստան է։ Հուշարձանը մի մեծ սև քարի վրա, ես չեմ տեսել, ես կարդացել եմ, ամրացված երեխա, նորածին երեխայի քանդակ է, սպիտակ մարմարով, տակին գրություն է։ Ես այնպես էի ուզում ապրել, կամ ես այնպես ուժեղ էի ցանկանում ապրել, քանի որ ռուսերենով եմ կարդացել, ասեմ, я так сильно хотел жить։ Լռությունը, պետք է այսպիսի լռություն, այո, մտածեք իմ սիրելի քույրերս, սիրելի եղբայրներս, մտածեք, ամենամեծ ցավը հիասթափությունը եւ արհավիրքը այդ օրը լինելու է կեղծավոր եւ փարիսեցիական կյանքով ապրող հավատացյալների համար, որոնք Աստծո կամքը գիտենալով հանդերձ եղել են փառասեր, ինքնահավան, դատող, ատող, արծաթասեր ու հպարտ։ Երբեմն մեր միջից մարդիկ են դուրս գալիս, որ սուրբ արժեքներն են ոտնակոխանում։ Ինչ եկեղեցի։ Աստված պիտի դատի բոլորին, զգուշ մնացեք։ Մատթեոս 7-րդ գլուխ 21-23 համարը։ Եկեք միանանք ու լսենք այդ մարդկանց լացի, ողբի ու աղաղակի ձայնը։ Շատերը կասեն ինձ այդ օրը, Տեր։ Հիմա պատկերացնում եք, այդ Տեր բառը ինչ աղաղակով են ասում, ինչ ցավով, ինչ լացով, ինչ կսկիծով, Տեր, Տեր, չէ որ քո անունով մարգարեացանք, քո անունով դևեր հանեցինք, քո անունով զորություններ գործեցինք, եւ ես այն ժամանակ պարզ կասեմ, երբեք ձեզ չեմ ճանաչել, ինձանից հեռու գնացեք, անօրինություն գործողներ։ Այս մարդիկ անհոգ եղան այն մեծ փրկության նկատմամբ, որ Աստված փրկեց նրան։ Եբրայեցիս 3-րդ գլխի մեջ 2-րդ գլխի 3-րդ համարն է։ Ինչպես կազատվենք, եթե անհոգ գտնվենք այն մեծ փրկության համար, ինչպես կազատվենք։ Փառք Տիրոջը։ Ես ազատվել եմ Հիսուսի անունով, այսպես։ Ես ազատվել եմ Հիսուսի անունով։ Ես այդ մեծ փրկությունը չեմ արհամարել։ Եվ այս մեծ փրկության նկատմամբ հիմա էլ ահով ու դողով եմ ապրում իմ ամբողջ օրը։ Ամեն։ Ես անհոգ չեմ այդ մեծ փրկության համար։ Ես չեմ ուզում կորցնել այդ մեծ փրկությունը եւ չեմ ուզում, որ իմ անունը ջնջվի այդ գրքից։ Ալելույա։ Բոլոր հարուստները, որոնք հարստացել են ուրիշներին զրկելով։ Ուշադիր լսեք։ Ես չեմ ասում բոլոր հարուստները եւ վերջ, որոնք հարստացել են ուրիշներին զրկելով։ Իսկ եթե դու հարստանում ես արդարությամբ, օրհնված եղի Աբրահամի նման, հարուստ եղի, Աբրահամի նման օրհնող եղի։ Որոնք հարստացել են ուրիշներից գողանալով, բոլոր Աստծուն հայոյողները, զրկողները, բոլոր ամբարտավանները, ծաղրողները, բոլոր Քրիստոսի թշնամիները պիտի կանգնեն այդ օրը, հենց այն արդար դատավորի առաջ, որին հայհոյել են, որին ծաղրել եւ որի ծառաներին հալածել։ Աղոթեք նրանց համար, որոնք ձեզ հալածում են։ Աղոթեք նրանց համար, որոնք ձեզ ծաղրում են։ Եվ դատավճիռ մի կայացրեք,
Իրանց համար արդեն դատաստան է պատրաստված։ Կան մարդիկ, որոնց մեղքերը ներված են, եւ կան մարդիկ, որոնց մեղքերը իրենց հետևից են գնում։ Այդ մարդկանց մեղքերը գնում են իրենց հետևից եւ մի օր պիտի բռնեն նրանց։ Հենց այնպես չեն հետապնդում, բայց իմ մեղքերը ներված են Հիսուսի արյունով։ Այո, ես էլ էի մեղավոր, Հիսուս ներեց ինձ։ Ես էլ էի մեղավոր, Հիսուս սրբեց ինձ, Հիսուս փրկեց ինձ։ Ես շատ մեղավոր էի, իսկ հիմա արդար եմ, որովհետև Հիսուսը արդարացրեց ինձ։ Ալելույա, ալելույա, փառք Տիրոջը։ Պիտի վերջացնեմ։ Հիմա այդ մարդկանց հավերժական լացի եւ ատամներ կրճտացնելու ժամանակն է հասել։ Կարող եք հիմա նայել այդ մարդկանց, որոնց վախից դողում են, դատավորներ, որոնք արդարություն են կեղծել, իրավունք ծռել, սուտ մատնություններ եւ սուտ վկայություններ արել։ Ամեն մեկը պիտի սպասի իր դատաստանին եւ իր արժանի պատիժը պիտի ստանա։ Այո, դատավորը պիտի հրավիրի նաև վկաներ, եւ վկաները պիտի կանգնեն ու պիտի վկայեն այդ մասին։ Իմ սիրելի քույրեր, եղբայրներ, իմ թերթերից ավելի շատը մնացել է, քան որ ես շուռ տվեցի, հասկանում եք, որ բոլորը չեմ կարող, բայց կարծում եմ դուք հասկացաք, որ շատ լուրջ բանի մասին ենք խոսում։ Ես 3 տեղ պիտի կարդամ ու կանգնենք Տիրոջ առաջ աղոթքի։ Ասում եմ, եթե ես 5 թերթ շրջեցի, 1, 2, վերջը, ավելի շատը մնաց։ Շարունակություն պետքա լինի։ Ինչպիսի ֆորմատով, ինչպիսի բովանդակությունով հետագայում, բայց չեմ կարծում, թե հաջորդ կիրակի։ Հիմա լսեք։ Արդ Եփեսացիս թուղթ 5-րդ գլուխ, Պողոսին լսենք։ Արդ նմանող եղեք Աստծուն, ինչպես սիրելի որդիներ, եւ սերով գնացեք, ինչպես որ Քրիստոսն էլ մեզ սիրեց եւ իր անձը մեզ համար մատնեց, պատարակ եւ զոհ Աստծուն, անոր շոտ լինելու։ Բայց փորնկությունը եւ ամեն պղծություն կամ ագահություն թող չանվանվի ձեզանում, ինչպես սուրբերին կվայելի եւ գարշություն կամ հիմար խոսքեր, կամ խեղկատակություն, որ չեմ վայելում, այլ մանավանդ գոհություն, որովհետև սա գիտենք, որ ոչ մի պոռնիկ, կամ պիղծ, կամ ագահ, որ կռապաշտ է, ժառանգություն չունի Քրիստոսի եւ Աստծո արքայությունում, ոչ մեկը թող ձեզ չխաբի դատարկ խոսքերով, որովհետև այս պատճառով է Աստծո բարկությունը գալիս անհնազանդության որդիների վրա։ Բայց ես անհնազանդության որդի չեմ, այլ ողորմության որդի եմ, շնորհք գտած։ Թող Տիրոջմով փրկվածներն ասեն. Փրկված եմ, փրկված եմ, փրկված եմ։ Ալելույա։ Ալելույա։ Կարծում եմ դուք արդեն պետքա ձեր տեղում լինեք։ Գաղատացիս 5-րդ գլուխ 17-ից 21 համարները, որովհետև մարմինը ցանկանում է հոգուն հակառակ եւ հոգին մարմնին հակառակ եւ սրանք իրար հակառակ են, որ միգուցե այն որ դուք կամենում եք այն անեք, բայց եթե հոգուց եք առաջնորդվում, օրենքի տակ չեք եւ հայտնի են մարմնի գործերը, որ են շնություն, պոռնկություն, պղծություն, գիճություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություններ, կռիվներ, նախանձներ, բարկություններ, հակառակություններ, երկպառակություններ, բաժանմունքներ, չար նայվածքներ, սպանություններ, հարբեցողություններ, անառակություններ եւ ինչ որ սրանց նման են, որ առաջուց ասում եմ ձեզ, ինչպես էլ առաջուց ասում էի, թե այսպիսի բաները, գործողները Աստծո արքայություն չեն ժառանգի։ Բայց ես հրաժարվել եմ դրանցից։ Ես դրանցից հրաժարվել եմ։ Ես մի ժամանակ այդպիսին էի,
բայց լվացվեցի, բայց սրբվեցի։ Հալելույա։ Դրա համար երկնքի արքայություն պիտի